Բարի օր։ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակում այսօր քննարկելու ենք Տավուշի մարզի Պարավաքար Վազաշեն ավտոճանապարհի փակման և նոր շրջանցիկ ճանապարհի կառուցման և անվտանգության հարցերը։ Ես Զարա Ղազարյանն եմ, ներկայացնեմ այսօրվա մեր բանախոսներին։ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարփինյան, Պաշտպանության նախարարության զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյան, Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի ծիկ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյան և Տավուշի մարզի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյան։ Թույլ տվեք նշել, որ միջոցառումն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան կամուրջների կառուցում ներուժի հզորացում ծրագրի շրջանակներում։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու և քննարկմանը մասնակցելու համար, խոսքը փոխանցեմ իմ գործընկեր Աղավնի Եղիազարյանին, ով կվարի այսօրվա քննարկումը։ Շնորհակալություն, թերևս մինչ քննարկումը սկսելը նաև բանախոսների անունից մեր ցավակցությունը հայտնենք օրեր առաջ ադրբեջանական սահմանին զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին և մտերիմներին և քաջություն ու զգոնություն մաղթենք սահմանին կանգնած մեր զինվորներին։ Այսօր քննարկելու ենք Տավուշի մարզի Պարավաքար Վազաշեն ճանապարհի փակման և այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցերը։ Սա այն հատվածն է, որը նույնպես զերծ չէ ադրբեջանական կրակոցներից։ Պարոն Մկրտումյան, ուզում էի հարցը հենց ձեզ ուղղել։ Ինչպես եղավ, որ կտրուկ որոշում կայացվեց այդ ճանապարհը փակելու։ Գիտենք, որ հոկտեմբերի 22-ին այնտեղ նույնպես կրակոցներ եղան և դրանից հետո ինչով էր պայմանավորված այս կտրուկ որոշումը, որ վերջ այլևս պետք է փակել այդ ճանապարհը։ Ինչպես տեղյակ եք, հոկտեմբերի 22-ին Վազաշեն Պարավաքար ճանապարհի հատվածում միջադեպ է տեղի ունեցել, երբ զոհվեց 1 զինծառայող և 3 զինծառայող ստացել են վիրավորումներ։ Այդ միջադեպից հետո համատեղ մարզպետարանի հետ որոշում էր ընդունվել բնակիչների անվտանգությունը ապավելու նպատակով այդ ճանապարհը ժամանակավոր փակել, սակայն այն մնում է, կարելի ասել, փակ վիճակում մինչ այսօր։ Այսինքն այս հոկտեմբերի 22-ի միջադեպը ուղղակի այն վերջնակետն էր, որից հետո որոշվեց, որ պետք է փակվել։ Այո։ Շնորհակալություն, պարոն Դարփինյան, ունենք որոշակի տվյալներ ճանապարհի այս հատվածը, Պարավաքար Վազաշեն ճանապարհը կոնկրետ, ինչ հաճախականությամբ կամ քանի անգամ է ինչ-որ թվային տվյալներ ադրբեջանական կողմի կրակոցներ ստացել և ասենք զոհեր, վիրավորներ այդ ճանապարհին հենց տեղի ունեցած։ Մենք այդ տվյալներ ունենք, հիմա գնդապետ Մկրտումյանը դրանք ձեզ կներկայացնի։ Ուղղակի ես մի փոքր ռազմաքաղաքական տեսանկյունից վերլուծեմ իրավիճակը։ Մենք այս հրադադարից հետո ամբողջ ժամանակահատվածում փորձել ենք ադրբեջանական կողմի հետ անվտանգության երաշխիքներ ունենալ փոխադարձ կրակոցները բացառելու համար, բայց միջազգային ասպարեզում բազմաթիվ պայմանավորվածություններից հետո ադրբեջանական կողմը միշտ խախտել է նման պայմանավորվածությունները եւ գաղտնիք չէ, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ ավելի առավել դիրքային հնարավորություններ ունի պատժելու ադրբեջանցիներին բոլոր սահմանի շփման բոլոր երկայնքով, բայց հայկական կողմը նման գործողությունների չի դիմում։ Իսկ հիմա ինչ վերաբերվում է նրանց կողմից իրականացած կրակոցներին, գնդապետ Մկրտումյանը կներկայացնի։ Անցած տարվա կտրվածքով Տավուշի հատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ։ Սա միայն Տավուշի հատվածի մասին է խոսքը։ Այն դեպքում, երբ որ մեր պատասխան կրակը եղել է գրեթե 2 անգամ քիչ։ Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատասխան կրակ բացել, ուղղակի մենք աշխատում ենք կրակ բացել ծայրահեղ դեպքերում։
Իսկ միջադեպեր, որ վիրավորներ զոհեր այդ հատվածի համար ունենք տվյալներ։ Այդ հատվածում անցած տարի ունեցել ենք 3 զոհ եւ 11 վիրավոր, որից 2 հոգի քաղաքացիական անձ։ Զոհերը 3-ն էլ զինվորական զոհեր են։ Այո։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, այս ճանապարհի փակումը գրեթե շրջափակման մեջ է դրել 16 գյուղեր։ Արդյոք հիմնովին փակ է նախ այս պահին այս ճանապարհը, ով է վերահսկում եւ ինչ այլընտրանքային ճանապարհներ կան յուղացիների համար այս պահին մինչ նոր ճանապարհի կառուցումը։ Նշված ճանապարհը հիմնովին փակ չի, ու ներկայիս դրությամբ իրականացվում է երթևեկություն։ Ես ինքս հունվար ամսվան երթևեկել եմ Բերդի տարածք այդ ճանապարհով։ Այլընտրանքային գոյություն ունեն Բերդի տարածաշրջանի հետ կապող ճանապարհներ, Իջևան Գանձակար Իցակար Բերդն է, որը վերահսկվում է ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից տրանսպորտի կապի նախարարության պատվիրատվությամբ եւ Ճամբարակ Թութուջուր Նավուր Բերդ ճանապարհով, որը ձմեռային պայմաններում լինելով բարձր լեռնային գոտում գտնվող ճանապարհ ժամանակահատվածներ փակվում բուքի պատճառով։ Ներկայիս դրությամբ կապը նորմալ ապահովված է, իրականացվում է նշված ճանապարհի շինարարական աշխատանքները, որը նոր ճանապարհ։ Իսկ այդ գործողներից 2 այլընտրանքայինից փաստորեն մեկը ձյան պատճառով այդքան էլ հնարավոր չի շահագործել եւ մյուսն էլ բնակիչներից բողոքներ կամ ամուլում, որ անբարեկարգ է եւ ուղղակի անհնարին է։ Գանձակար-Իցակար Բերդ ճանապարհը, Կոպչային ճանապարհը շինարարական կազմակերպությունների կողմից նախարարության հանձնարարությամբ իրականացվել են անցանելիության բարելավման աշխատանքներ, ոլորանների լայնացման աշխատանքներ, ներկայումս շինարարական աշխատանքներ այնտեղ նույնպես իրականացվում է, սակայն կապը Բերդի տարածքի հետ իրականացվում է նշված ճանապարհով։ Վազաշեն Պառավաքար ճանապարհով։ Շնորհակալություն։ Պարոն Բախտամյան, նոր կառուցվող ճանապարհը որ համայնքներով է անցնում, որ համայնքների քանի հեկտար հող է օտարվել այս ճանապարհը կառուցելու համար։ Նշված ճանապարհի կառուցման հանձնարարականը ստանալուց անմիջապես պատվիրեց նախագիծը մասնագիտացված կազմակերպությանը, նախագիծը կազմելուց նախագծող կազմակերպությունը աշխատել է նաև մեր գործընկերների հետ պաշտպանության նախարարությունից, քանի որ նշված ճանապարհը պետք է լինի բոլոր առումներով անվտանգ։ Ընդհանուր ճանապարհի շրջանցիկ ճանապարհ երկարությունը կազմելու է 3 կիլոմետր 188 մետր։ Միջին լայնությունը երթևեկելի մասի լինելու է 6-ից 7 մետր, իսկ ընդհանուր հողային պաստառի լայնությունը 10 մետր։ Անվտանգության նկատառումներից ելնելով կառուցվելու են լրացուցիչ պաշտպանիչ պատնեշներ, մոտ 205 մետր երկարությամբ 2 մետր բարձրությամբ եւ 5 մետր 2-ից 5 մետր բարձրությամբ։ Տեղադրվելու են ճանապարհային երթևեկության անվտանգության էլեմենտները, մասնավորապես ճանապարհային նշաններ, 1150 մետր մետաղական արգելափակոց, կատարվելու համապատասխան նշագծում։ Պարոն Բախտամյան, այս ճանապարհը միակն է եղել նախագծով, արդյոք չեն եղել տարբերակներ եւ ընտրվել է սա որպես առավել անվտանգ։ Մի քանի տարբերակ է քննարկվել եւ արդյունքում ընտրվել է այս ճանապարհը, այս 3.2 կիլոմետրանոց հատվածը որպես օպտիմալ լուծում։ Օպտիմալ անվտանգության տեսանկյունից։ Բոլոր առումներով, եւ անվտանգության, եւ արժեքի տեսակետից, եւ երկարությամբ, ժամանակի ծախսի տեսակետից։ Եվ որ համայնքներով է անցնում։ Ճանապարհը կապելու է Վազաշեն եւ Պառավաքար համայնքները, այսինքն ինքը հանդիսանալու է շրջանցիկ ճանապարհ գործող ճանապարհին, եւ օգտվելու են այդ ճանապարհից նույն համայնքների բնակիչները, ինչ որ ներկայիս ճանապարհից էին օգտվում ժամանակին։ Պարզապես դա լինելու է լիովին անվտանգ ճանապարհ։ Իսկ հողերի օտարման մասով ինչ որ տվյալներ կարող եք տրամադրել, քանի հեկտար գյուղային։ Որևէ խնդիր չկա օտարման մասով, որևէ մասնավոր հատվածով չի անցնում։ Շնորհակալություն։
Բերդի տարածաշրջանի 15 համայնքապետեր Հայաստանի Հանրապետության նախագահին էին դիմել, մտահոգվելով, որ նոր կառուցվող ճանապարհը այնքան էլ անվտանգ չի, այսինքն նրանք մտահոգված էին անվտանգության տեսանկյունից։ Պարոն Դարփինյան կամ պարոն Մկրտումյան, անվտանգության տեսակետից այս նոր կառուցվող ճանապարհը ինչ գնահատականի արժանանում ՊՆ-ի կողմից, որովհետև թերևս եղել է նախագծված նաև այլ ճանապարհներ, այս մեկը ընտրվել է նաև անվտանգության տեսանկյունից։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Պաշտպանության նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մյուս գերատեսչությունները որևիցե բան անելուց ելնում են առավելագույն անվտանգություն ապահովելու տեսանկյունից եւ կարծում եմ, եթե այս ճանապարհն այև այս նախագիծն է ընտրվել որպես առավելագույն, ուրեմն դա է եղել եղածների մեջ ամենաառավելագույնը։ Պաշտպանության նախարարությունը եւ իրավասու մյուս գերատեսչությունները այս առումով չեն կարող որևիցե թերացումներ թույլ տալ, որովհետեւ դա անմիջականորեն առնչվելու է մեր ժողովրդի անվտանգությանը։ Այնպես որ ես ձեզ հորդորում եմ որևէ կասկած չունենալ այս առումով եւ ճանապարհը չեմ կարող երաշխավորել 100%-անոց անվտանգություն, բայց լինելու է ամենաանվտանգը, որ մինչև այս գործել է։ Պարոն Բախտամյան, հողաթումբերի մասին խոսք գնաց, այսինքն պատնեշ է լինելու։ Արդյոք այժմ գործարկվող այդ ճանապարհին Պարավաքար Վազաշեն հնարավոր չէր հողաթումբերով անվտանգություն ապահովել, թե դիրքի ինչ-որ խնդիր կա։ Ինժեներական առթում չի լինելու, կառուցվել է գաբիոնային շարվածք։ Ես նշեցի, որ բարձրությունը լինելու 2-ից 5 մետր, ընդհանուր 210 մետր երկարությամբ պաշտպանիչ պատնեշներն են կառուցվելու, ցավոք սրտի գործող ճանապարհի վրա այդ տարբերակը չէր աշխատի։ Իհարկե լրագրողները խնդրեմ հարցերով կարող եք ներկայացեք։ Միացրեք միկրոֆոնը, խնդրում եմ։ Ինչե վերջ։ Արմ ռադիո 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը, որ նշեցիք, սա բոլորովին նոր կառուցվող ճանապարհ է, թե այն եղած անբարեկարգերից մեկն է բարեկարգվում, եւ երկրորդը երբ է նախատեսվում այս նոր կառուցվող ճանապարհը վերջնական շահագործման հասնելու։ Ինչքան գումար է նախատեսվել։ Պարզաբան եմ։ Միացած էր։ Ամբողջովին նոր ճանապարհ, նոր հողային պաստառով եւ ճանապարհային պատվածքով բոլոր անվտանգության էլեմենտներով։ Ընդհանուր երկարությունը, ինչպես նշեցի, 3 կիլոմետր 178 մետր լինելու։ Գործող ճանապարհի 14-րդ կիլոմետրից Վազաշեն Պարավաքար ճանապարհի շրջանցիկ ճանապարհ լինելու, այդ վտանգավոր հատվածը շրջանցելու է։ Աշխատանքները նախատեսված է ավարտել ամբողջական վերջնական տեսքով հունիսի վերջին, իսկ եթե եղանակային պայմանները թույլ տվեցին, ավելի շուտ։ 460 միլիոն։ Ազատություն ռադիոկան մի հարց տալ։ Վազաշեն Պարավաքար ճանապարհը հիմա լիովին փակ է։ Այսինքն այդտեղ երթևեկություն կա Վազաշեն Պարավաքարում։ Այո, երթևեկություն կա ներկայիս դրությամբ։ Իսկ եթե վտանգավոր է, ինչու երթևեկություն կա։ Պաշտոնապես հայտարարվել է ու խորհուրդ չի տրվում, այսպես ասած, բայց երթևեկություն իրականացվում է, նշեցի, որ ես ինքս երթևեկել եմ այդ ճանապարհով ու կրակոց չի եղել։ Պարոն Սարգսյան, այդտեղ կարծեմ թե պաշտպանության նախարարության, թե ոստիկանության կողմից հսկողություն է, չէ՞, տարվում։ Հսկողություն է իրականացվում պաշտպանության նախարարության կողմից։ Հիմա էլ է իրականացվում։ Ներկայիս պահով, այո։ Այդ դեպքում քաղաքացիների անվտանգությունը ում վրա է ընկնում։ Եթե քաղաքացին այդքան էլ լավ չի պատկերացնում այդ անվտանգության խնդիրները ու փորձում է անցնել, այդ պատասխանատվությունը եթե կրակոց լինի եւ նա զոհվի, ում վրա է։ Քաղաքացիներին բոլորին խորհուրդ է տրվում, նշեցի, Իջևան Գանձակար Իցակար Բերդ ճանապարհով նշված հատվածում կա պատասխանատու ու հասարակական տրանսպորտի մեկ մյուսի աշխատանքը խորհրդատրվում իրականացնել նշված ճանապարհով ու իրականացվում է Գանձակար Իցակար Բերդ ճանապարհով։ Այդտեղ ստորագրություն են, չէ՞, մարդկանցից վերցնում, որ եթե մի բան լինի, պատասխանատվությունն իրենց վրա է ընկնում, այլ ոչ թե պետության։ Կա նման բան։ Նման դեպք չգիտեմ ես, ստորագրություն չգիտեմ ես։ Չեք գտնում, բայց եթե արգելվում է, պետք է արգելվի։ Ոչ թե,
չգիտեմ, որոշեն քաղաքացիներ ու գնան ընկնեն կրակի բերան։ Հա։ Մեր ժողովրդին հատուկ երանգներով ու հումորով պատասխանը մեր ժողովրդին հնարավոր չի ամեն ինչ արգելել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ անվտանգության խստագույն միջոցառումներ են ձեռք առնում եւ այստեղ պատասխանատվության խնդիր չէ, ցանկացած կորուստ մեզ համար ծանր է եւ մենք չենք ձեռքներս լվանում, թե տեսեք դուք ինքներդ որոշում կայացրեցիք, գնացիք զոհվեցիք, ոչ, այդպիսի մոտեցում գոյություն չունի։ Մեր մոտեցումն է զրո զոհ եւ բարձր անվտանգություն։ Այնպես որ եթե նույնիսկ այդպիսի դեպքեր լինում են, դա խիստ անհրաժեշտության դեպքում է հնարավոր, ես կարծում եմ, որ խիստ անհրաժեշտության դեպքում է եղել եւ չեմ կարծում, որ նրանց անվտանգությունը այդ պահին ապահովված չի եղել։ Գուցե թերի ապահովված եղել, բայց այնուամենայնիվ ապահովված եղել է։ Ես եթե սխալ եմ, ինձ կարող եք։ Եթե կարելի ավելացնեմ, որպես մարզի ճանապարհաշինության պատասխանատու, մենք մարզում 62 համայնքներից 45-ը սահմանամերձ են ու ունենք 105.5 կիլոմետր սահմանային ճանապարհներ, որոնք անցնում են հենց սահմանին անմիջապես մոտիկ։ Մեկ ասել վտանգավոր են միևնույն է։ Այո, վտանգավոր ճանապարհներ մարզում կան 105.5 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ Միկրոֆոնով խնդրում եմ եւ ներկայացեք։ Կենտրոն հեռուստաընկերություն, այդ ճանապարհը կրակակետից ինչքան հեռավորության վրա է գտնվում։ Չէ, ներկայիս գործող ճանապարհը, որ անդադ կրակոցների է ենթարկվում։ Այդքանն էլ հեռու չի, մոտ 300 մետր եւ հակառակորդի 1 հենակետից հնարավորություն հակառակորդը հնարավորություն ունի 3 տարբեր ճանապարհի հատվածները գնդակոծել միաժամանակ 1 հենակետից։ Դիպուկահարներով են հիմնականում բացում, թե այլ տարբեր զենքի, տարբեր տեսակի զենքերից։ Իսկ նոր ճանապարհը դեպքում նոր ճանապարհ հատվածը ինչպես որ ասվեց համատեղ ուսումնասիրվել են զինվորականների հետ եւ ես գտնում եմ որ անվտանգությունը ապահովելու է նոր ճանապարհով։ Նոր շրջանցող իհարկե ոչ իհարկե նոր այդքան էլ հեռու չի գլխավորը որ հակառակորդի համար անտեսանելի է եւ նա չի կարող գնդակոծել։ Իսկ այն երկու ճանապարհները որ նշվեցին անբարեկարգ են այս տարվա ընթացքում կամ մյուս տարվա համար նախատեսված են արդյոք դրանց բարեկարգման համար էլ աշխատանքներ որպեսզի այնուամենայնիվ այլընտրանք լինի անհրաժեշտության դեպքում։ Նշված ճանապարհները շահգործում սպասարկվում են հատկապես ձմռան ամիսներին եւ լինելով տրանսպորտ եւ կապի նախարարության ենթակառուցության ճանապարհներ սպասարկող կազմակերպությունները ստացել են խիստ հրահանգ, որ ցանկացած բան ճանապարհները ցանկացած եղանակի դեպքում բաց լինեն։ Այս բան դեռ վերակառուցման կամ վերականգնման գումարներ նախատեսված չեն, համապատասխան գումար հատկացնելու դեպքում տրանսպորտի նախարարությունը անմիջապես կսկսի աշխատանքներ։ Այս բան դեռ նախատեսված չեն։ Հարցեր։ Այդ երկու այլընտրանքային ճանապարհները վերանորոգելը իհարկե հնարավոր է, բայց չմոռանանք, որ Պարավաքար Վազաշեն ճանապարհը սպասարկում է մի քանի համայնք, բացի դրանից խաղաղ բնակչության ծառայելումը, նաև զինվորական նպատակների է ծառայում։ Այսինքն մենք պետք է ունենանք նաև հուսալի ճանապարհ այդ ուղղությամբ։ Միկրոֆոնով խնդրում եմ եւ ներկայացեք։ Կմիացրեք։
Արմյուս հեռուստաընկերությունն Նաիր Մուրադյան։ Այս 3 ամսա նշված է, որ շրջափակման մեջ են, այս 16 գյուղերի բնակիչներ, այս իրենց ելումուտը, չգիտեմ, արտաքին աշխարհի հետ կապը ոնց է իրականացվում։ Տրանսպորտային երթևեկությունը երբեք չի խաթարվել 16 տարածքի 16 համայնքների հետ, ոչ մի անգամ, առաջնահերթ միջոցառումներ իրականացվել են, ու խնդիրներ չկա։ Շրջափակում չկա այդ գյուղերի։ Թերևս պարզաբանենք մի փոքր, որ երկու այլընտրանքային ճանապարհներից մեկը այնքան էլ բարեկարգ չէ եւ մեկը ձյան պատճառով ձմռանը դժվար անցանելի է։ Եվ բնակիչները, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ գրեթե շրջափակման մեջ են, իրականությանը այդուհանդերձ համապատասխանում է, որտեղ ինչ որ պահերի նրանք ուղղակի վիճակի չեն անվտանգ տեղափոխվել։ Հարցը վերաբերում է Վազաշեն Պառավաքար ճանապարհատվածին։ Վազաշեն համայնքը եւ Պառավաքար համայնքը ապահովված են անվտանգության բոլոր տեսանկյուններից ու տրանսպորտային երթևեկությունը իրականացվել է փակ ժամանակ Իջևան Գանձակար Իցակար Բերդ ճանապարհով, որը անցանելիության տեսանկյունից բոլոր տրանսպորտային միջոցների համար անցանել է եղել ու ներկայիս պահով սպասարկող կազմակերպությունների կողմից, Բերդի եւ Իջևանի սպասարկող կազմակերպությունների կողմից, թե ամառային սեզոնային, թե աշնանային, թե ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացվել են։ Երբեք անանցանելի վիճակում չի եղել։ Ուղղակի կոպչային բնույթի ճանապարհ է։ Խոսքը չի վերաբերում ձյունից պաշտպանվելու խնդրի, խոսքը վերաբերում է Վազաշեն Պառավաքար ճանապարհի անվտանգության։ Միանշանակ անցանել է եղել։ Բայց դուք ասացիք, որ որոշումը կայացվել փակ լինելու մասին, ինչ անցանելիության մասին է խոսքը։ Անցանելիությունը վերաբերում էր այլընտրանքային ճանապարհներին։ Չէ, ինքը նաև Վազաշեն չէ, Պառավաքարն է եկել։ Ես որ ասում ենք ճանապարհը բարվոք վիճակում չի, դա չի նշանակում, որ ճանապարհը անանցանելի է։ Ճանապարհային պատվածքը մի մաս ճանապարհի վրա ասֆալտ-բետոնե ծածկ է, որոշ դեպքերում քայքայված, մի մասը ավազակոպչային ծածկով ճանապարհ է, որը տեխնիկական բոլոր պայմաններին համապատասխանում է։ Իհարկե ցանկալի կլինի ունենանք ամբողջովին ասֆալտապատված, ամբողջովին բարվոք ճանապարհ, բայց նորից եմ կրկնում, այդ երկու այլընտրանքային ճանապարհները սպասարկվում եւ շահագործվում են եւ նույնիսկ այդ ձմռան ամիսներին իրենք փակ չեն եղել, այսինքն բնակիչները ունենալով այլընտրանքային ճանապարհ երթևեկել են այդ ճանապարհներով։ Ռեգլեմ գործակալություն Երևանյան գրասենյակ Մարզպետարանի պատասխանատուն նշեց պարոն Սարգսյանը, որ մոտ 105 կիլոմետր երկայնությամբ ճանապարհներ պետական նշանակությամբ եւս գտնվում են վտանգավոր գոտում։ Ինձ հետաքրքիր է դրանցից քանիսն են կամ քանի կիլոմետր հատվածն են նաեւ խոցելի հակառակորդի կողմից, եղել են դեպքեր, որ դրանք էլ են, այդ կողմով էլ իրականացվել հրադադարի ռեժիմի խախտումներ եւ, չգիտեմ, զոհեր կամ վիրավորներ եղել են եւ ինչ է արվում այդ ուղղությամբ, անվտանգությունը ապահովելու համար։ Շնորհակալություն։ Նույն ժամանակահատվածում հոկտեմբեր-հունվար ժամանակահատվածում փակ է եղել նաև Ոսկե-Պար-Բաղանիս ճանապարհատվածը, էլի գոյություն ունեցող այլընտրանքային 6.3 կիլոմետր ճանապարհատվածով երթևեկությունն իրականացվել է, որը նույնպես համարում է սահմանային ճանապարհ, սահմանամերձ ճանապարհ, ու նշված ճանապարհներ ես նշեցի, որ 105 կիլոմետր գոյություն ունեն մարզի տարածքում պետական նշանակության սահմանամերձ սահմանային ճանապարհներ։ Ճանապարհներին ոչ։ Չէ, այդ ժամանակահատվածում զոհեր, վիրավորներ մենք չենք ունեցել, այդ ինչ կապված այդ ճանապարհի հատվածում մենք կորուստներ չենք ունեցել։ Ընդհանրապես ես մի քիչ առաջ ներկայացրեցի, որ 13 թվականում մենք ունեցել ենք 3 զոհ եւ 11 վիրավոր, այդ թվում 2 քաղաքական անձ։ Ոչ։ Այլ հարցեր։
Լրագրողները հարցեր չունեն, կուզեի խոսեինք այժմ տեղի ունեցող շինարարական աշխատանքի մասին։ Ինչպես են ընթանում աշխատանքները, ինչպես է ապահովում շինաշխատողների անվտանգությունը, արդյոք փոխադարձ պայմանը, չգիտեմ, ինչպես ենք վստահ, որ շինաշխատողներն այնտեղ անվտանգ հիմա կառուցում են ճանապարհը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են անցած տարի եւ այս տարի հունվարի 3-ին մի քանի օր նոր տարվա դադարից հետո նորից շարունակվել են 3.2 կիլոմետր հատվածից կեսի վրա հողային աշխատանքների 70% է կատարվել է, պետք է նշեմ բավական խոշորածավալ աշխատանք է կատարվում, ընդհանուր հողային ծավալը կազմում է աշխատանքների ծավալը 160,000 խորանարդ մետր հանույթ կա, այդ թվում 38,000 ժայռային գրունտի հանույթ, որը պայթեցման միջոցով է իրականացվում։ Եթե դուք հետևել եք անցած շաբաթվա ուղի մեկ շաբաթ առաջ տրանսպորտի կապի նախարարությունը մարզպետարանի հետ այցելեց նշված ճանապարհատվածի շինհրապարակը, բավական հետաքրքիր կադրեր ձեր գործընկերները հեռարձակեցին, տեսեք աշխուժ աշխատանք է կատարվում։ Աշխատում է երկու խոշոր էքսկավատոր կամացու, մի քանի այլ խոշոր տեխնիկա աշխատում, բանվորական եւ մասնագիտական ուժը։ Ամեն ինչ են անում շինարարական կազմակերպությունը, Իջևանի ճանշինը, որպեսզի նշված ճանապարհը եւ որակով եւ համապատասխան ժամկետում հանձնվի շահագործմանը։ Ինչ պայթեցումներ են եւ գուցե որ հակահարվածներ փորձեն։ Պայթեցումները իրականացվում են մասնագիտացված կազմակերպության կողմից, իսկ աշխատողների անվտանգությունը ապահովված այն առումով, որ ճանապարհը հեռու է կրակակետներից, ինչպես մեր գործընկերները նշեցին Պաշտպանության նախարարությունից, նշված ճանապարհի ծրագիծը ընտրվել է հաշվի առնելով նշված հանգամանքը։ Պարզապես Տավուշի մարզպետը հենց այդ այցի ժամանակ լրատվամիջոցներից մեկին ասել էր գրեթե կրակի տակ ճանապարհ ենք կառուցում եւ դա էր մի շարք մեկնաբանությունների առիթ տվել մամուլում, թերևս անվտանգության, աշխատողների անվտանգությանը վերաբերող։ Մարզպետը չասեց կրակի տակ, գրեթե կրակի տակ, այսինքն հեռու կրակակետերից։ Ամեն դեպքում լիարժեք վստահություն, որ այս աշխատանքները Չգիտեմ, մի տեսակ տպավորություն է, որ մենք շինաշխատողներին այնտեղ ճանապարհ կառուցելով նաև ինչ որ փորձարկման տեսակետ է, արդյոք մենք այդ ճանապարհը անվտանգ է թե չէ, այսինքն ոչ մեկ ապահովագրված չի, որ այդ ճանապարհի կառուցումը վերջնական լավագույն անվտանգն է, որովհետև մենք այստեղ խոսում ենք, որ չենք կարող խոսել բնականաբար սահմանային ճանապարհի 100%-անոց անվտանգության մասին, բայց շինաշխատողների անվտանգությունը մենք այս պահին ինչ որ կերպ մենակ այն մտայնությունը չէ, որ հեռու է սահմանից, ինչ որ կերպ ապահովում ենք, թերևս Պաշտպանության նախարարության աշխատակիցները պատասխանեն։ Ես զուտ տեխնիկական տեսակետից ասեմ, եթե ուշադրություն եք դարձրել այդ կադրերը, որ հեռարձակվեցին, մի քանի հեռուստաընկերություն ցույց տվեցին բարձր հողային թմբերը, որը նաև պաշտպանում են հնարավոր ցանկացած կրակոցից, նաև աշխատանքների ընթացքում։ Ես կրկին անգամ ուզում եմ հավաստիացնել, որ եթե մենք մի փոքր իսկ կասկածեինք, որ մեր շինարարները շինարարական տեխնիկան եւ ընդհանրապես կառուցվող ճանապարհահատվածը լինելու է վտանգված, մենք այդ քայլին չէինք դիմի։ Ընտրվել է մաքսիմում անվտանգ տարբերակը, որը եւ մեր գործընկերների հետ միասին կառուցվելու է եւ անվտանգությունը ապահովելու է։ Դուք ռազմական տեսանկյունից ես ձեզ մի փոքր ներկայացնեմ, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Մենք չենք կարող Հայաստանի պետական նշանակություն ունեցող ճանապարհները փոխել այս պահին միայն այն պատճառով, որ մի դիրքից այն վտանգի տակ է եւ այդ ճանապարհները քաշել Հայաստանի խորքը։ Եթե ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համապատասխանարահանգ լինի, մեր զինված ուժերը ի վիճակի են այդ բոլոր, այսպես ասած, բաց թողումները, շեղումները շտկելու եւ մեր բնակչության անվտանգությունը այդ հատվածում 100%-ով ապահովելու։ Բայց այս պահի դրությամբ մենք ես մի փոքր տեղեկացնեմ, որ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ադրբեջանական կողմի հետ փորձել ենք հասնել որոշակի անվտանգության երաշխիքների, բայց ամեն անգամ այդ միջնորդությունը Կարմիր խաչի կողմից ձախողվել է, որովհետև ադրբեջանական կողմը անվտանգության երաշխիքներ չի տվել։ Կամ նրանք վախենում են այդ անվտանգության երաշխիքը ասվածից, կամ մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ կենտրոնական հրամանատարությունը չի կարող վերահսկել սահմանում տիրող իրավիճակը։ Մեր կողմից, կրկնում եմ, կան բոլոր հնարավորությունները շփման գծում ադրբեջանական ճանապարհները վերահսկողության տակ պահելու եւ մի քանի անգամ ավելի ուժեղ պատժելու, բայց ինչպես գիտեք, հայ զինվորը հայոց բանակի սպան երբեք խաղաբնակության վրա զենք չի կիրառի։ Այնպես որ հիմա այս պահի դրությամբ մենք շահագործենք այդ ճանապարհը, հետագայում իրավիճակը ցույց կտա, թե մենք ինչպիսի անվտանգության միջոցներ պիտի ձեռք առնենք։ Անվտանգության միջոցները շարունակական են լինելու, այնպես չի, որ մենք այս ճանապարհը կառուցեցինք, հանգիստ քնելու ենք։ Այդպես չի լինելու։ Մենք շարունակելու ենք որոնել առավել անվտանգ ճանապարհներ եւ ինչու՞ չէ նաեւ կիրառել բոլոր միջոցները այդ անվտանգությունը ապահովելու համար։ Կուզենայի նորից շեշտել, չնայած մի քանի անգամ հնչեցվեց, որ նախագծային կազմակերպություն նախագծման փուլում անմիջապես տեղում աշխատել է Պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ, այսինքն կառուցվող ճանապարհի ծրագիծը բոլոր կետերը ընտրվել են հաշվի առնելով նաև հակառակորդի հնարավոր կրակահերթերը։ Շնորհակալություն։ Հարցեր, եթե լրագրողներ միկրոֆոնով խնդրում եմ։ Չկա միկրոֆոն։ Բարձր է դեպքում։ Քաչի հետ նոր եք բանակցել այս ճանապարհի կառուցման համար, թե ընդհանրապես նկատի ունեք։ Ուրեմն ընդհանրապես Կարմիր խաչի հետ մենք միշտ համագործակցության մեջ ենք, Պաշտպանության նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ունենք ամեն տարի մենք ստորագրում ենք համագործակցության ծրագիր, բացի այդ ծրագրից լրացուցիչ միջոցառումներ են տեղի ունենում։ Մեր համագործակցությունը շատ սերտ է այդ կազմակերպության հետ եւ դա շարունակական է եղել բոլոր ժամանակներում, իսկ վերջի ասած տվյալները վերաբերում են 2013 թվականի դեկտեմբերին, ճիշտ է, եթե չեմ սխալվում, այսինքն հոկտեմբերից սկսած մինչև 2013 թվականի վերջը մենք փորձել ենք ադրբեջանական կողմի հետ պայմանավորություններ ձեռք բերել անվտանգության երաշխիքների համար։ Հայկական կողմը պատրաստ է եւ անում է բոլոր անվտանգության երաշխիքները, տալիս է բոլոր անվտանգության երաշխիքները, այդ թվում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի շփման գծում։ Նկատի ունեմ անվտանգության երաշխիքներ ընդհանրապես այդ տարածքում, թե հենց նոր կառուցվող ճանապարհի։ Մենք հարցը դնում ենք ավելի գլոբալ, անվտանգության երաշխիքներ շփման գծի ամբողջական երկայնքով, իսկ այս դեպքերից հետո կոնկրետ այս հատվածում, որովհետև դա պետական նշանակության ճանապարհ է եւ այնտեղ երթևեկվեն նաեւ օտարերկրյա պատվիրակություններ մեր հարևան երկրներից եւ մենք ենք դուրս գնում, այնպես որ կոնկրետ այս հատվածի վերաբերյալ բանակցություններ եղել։ Հազաշեֆ արդ։ Այո։ Թույլ տվեք ես ավելացնեմ։ Այդ Վազաշեն պարավակար խնդիրը բազմաթիվ անգամ քննարկվել է նաև միջազգային կազմակերպությունների հետ, այսինքն ԵԱԿՀ եւ Կարմիր խաչի։ Նոյեմբերի 7-ին այդ միջադեպից հետո ԵԱԿՀ ներկայացուցիչները հերթական սահմանում մոնիտորինգների անցկացման ժամանակ ուսումնասիրել են այդ ճանապարհ հատվածը, անձամբ պարոն Կասպարչիկներ մասնակցում, որը ուսումնասիրել է եւ որին ներկայացվել են բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ ճանապարհի փակման հետ, այսինքն բնակիչների տեղաշարժի, սննդամթերքի թանկացման, վառելիքի, այդ ամեն ինչ այդ խնդրի հետ կապված հարց է։ Պարոն Կասպարչիկը անձամբ հանդիպումներ է ունեցել նաև պարավակար բնակիչների հետ։ Եվ
յուրաքանչյուր մոնիտորինգների ժամանակ այդ հարցը քննարկվում է ՀԿ ներկայացուցիչների հետ։ Ավելին ասեմ, Կարմիր խաչը դեկտեմբերի սկզբին փորձել է կազմակերպել մարդասիրական գործունեություն Վազաշեն Պարավաքար ճանապարհի բացման վերաբերյալ, սակայն ինչպես ասեց իմ գործընկերը, ադրբեջանական իշխանությունները չեն տվել անվտանգության երաշխիքները։ Ավելին ասեմ, այն ժամանակ, երբ որ հայկական կողմը մեկ ամսով տվել էր անվտանգության երաշխիք Կարմիր խաչին, սահմանամերձ Ալի Բեյլի գյուղում մարդասիրական գործունեությունը իրականացնելու վերաբերյալ։ Այն ժամանակ, երբ որ փակ էր Վազաշեն Պարավաքար ճանապարհը, մենք հաշվի առնելով մարդասիրական գործունեությունը, մենք չենք խոչընդոտել եւ Կարմիր խաչին տվել ենք անվտանգության երաշխիք եւ այնտեղ Կարմիր խաչը 1 ամիս իրականացրել է շիներական մարդասիրական գործունեությունը սահմանամերձ Ալիբելի գյուղում։ Եվ ինչպես դուք գիտեք, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են Ժենևյան կոնվենցիաները, բայց ինչպես է կատարում Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ մենք, եւ դուք, եւ միջազգային հանրությունը շատ լավ պատկերացնում է։ Ինչպես ասեց իմ գործընկերը, մենք բազմաթիվ տեղերում կարող ենք նմանապես ադրբեջանական սահմանամերձ ճանապարհները պահել կրակի տակ, բայց մենք միշտ պահպանել ենք Ժենևյան կոնվենցիաների դրույթները եւ պահպանում ենք։ Եվ մենք չենք կրակում խաղաղ բնակիչների վրա։ Ինչպես բազմաթիվ տեղերում մենք տավուշում հնարավորություն ունենք սահմանամերձ ճանապարհները կրակի տակ վերցնել եւ փակի տակ պահել։ Ինչպես։ Այո։ Չէ, եւ ոչ միայն ես ուզում եմ փոքր ավելացնեմ եւ ոչ միայն այդ հատվածում ես նշեցի, որ ամբողջ երկայնքով հայկական զինված ուժերը ավելի ես չեմ ուզում ինչ-որ բան նորություն ասել, ավելի առավել դիրքերում են։ Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, գնդապետ Մկրտումյանի կողմից նշված միջազգային կոնվենցիաները, Ժնևյան կոնվենցիաների պահպանումը, դա միշտ կիրառվել եւ պահպանվել է հայկական կողմից եւ ըստ արժանավորին գնահատվել միջազգային կազմակերպությունների կողմից։ Այլ հարց է, որ մենք այս պահի դրությամբ գործ ունենք այնպիսի մի հակառակորդի հետ, որը իմ կարծիքով չի էլ պատկերացնում, թե ինչ բան են այդ միջազգային կոնվենցիաները եւ ինչ բան է ընդհանրապես միջազգային պայմանավորվածությունները կամ ընդհանրապես պայմանավորվածությունները պահելը։ Այնպես որ մեր գործողությունները շարունակական են լինելու եւ ես կրկնում եմ, եթե անհրաժեշտ լինի անվտանգություն ավելի խիստ միջոցառումներ ձեռք կառնվեն։ Շնորհակալություն, ամփոփելով մեր այսօրվա քննարկումը, պարոն Բախտամյան, կխնդրեմ հնչեցնեք երբ է պատրաստ լինելու նոր ճանապարհը, տվյալներ նոր ճանապարհի մասին, որ այս համայնքից մյուս համայնք այսքան երկարությամբ նոր ճանապարհը պատրաստ կլինի շահագործման այսին ժամկետում։ Շրջանցիկ կառուցվող շրջանցիկ ճանապարհի երկարությունը կլինի 3.2 կիլոմետր, ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը 6-ից 7 մետր, ընդհանուր հողային պաստառի լայնությունը 10 մետր։ Ճանապարհի վրա տեղակայված կլինեն մետաղական արգելափակածներ 1148 մետր, ինչպես նաև անվտանգության պատնեշ, ընդհանուր երկարությունը 210 մետր, 2-ից 5 մետր բարձրությամբ։ Տեղակայված կլինեն համապատասխան ճանապարհային նշաններ եւ կկատարվի նշագծում։ Ճանապարհը ամբողջական տեսքով նախատեսվում է հասնել շահագործմանը հունիսի վերջին, հաշվի առնելով տվյալ ռեգիոնի բնակլիմայական պայմանները։ Գարնանը շատ անձրևներ են տեղում։ Եթե եղանակը թույլ տվեց, բնականաբար ճանապարհը շուտ կավարտվի։
եւ այդ շրջանցիկ ճանապարհը գործող ճանապարհի համեմատ 1.8 կիլոմետր 1.8 կիլոմետրով կկրճատի ընդհանուր երթևեկության երկարությունը բնակիչների համար 1 կիլոմետր 800 մետրով մոտավոր կկրճատի։ Հիշեցնեմ, այսօր մեզ մոտ քննարկում ենք Տավուշի մարզի Պառավաքար Վազաշեն ավտոճանապարհի փակման եւ շրջանցիկ ճանապարհի կառուցման եւ անվտանգության հարցը։ Մեր բանախոսներն էին Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ փոխգնդապետ Սուրեն Դարփինյանը, Պաշտպանության նախարարության զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի ծիկ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը եւ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ հաջորդ շաբաթ մեզ մոտ նույն նախաձեռնությամբ քննարկում կունենանք օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ, որին տեսազանգով կմիանան մեր ադրբեջանցի գործընկերները։ Շնորհակալություն։